2024 թվականի ապրիլ ամսին ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի հարցազրույցում Ազատության ռադիոկայանում տված, ասաց, որ վարչապետը գաղափար ունի, որ փնտրեն իրենք գտնեն 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի անուն ազգանունները, ինչպես նաև նրանց զոհվելու հանգամանքները, այսինքն քննչական ինչ-որ աշխատանքների վերաբերյալ քննարկում էր գնում, դուք պատկերացրեք, որ մարդիկ բան են առաջարկում, չգիտեմ, գնալ Դերզորի անապատ կամ ցեղասպանության մյուս վայրեր, հա, եւ այնտեղ ինչ-որ բաներ անել, փնտրել մարդկանց անուն ազգանունները, դեպքերը ոնց են ցեղասպանվել, բան, դա հին թուրքական թեզ է, որ պնդում են առաջ բերում, որ 1.5 միլիոն զոհ չի եղել, եկեք հանձնաժողով ստեղծենք, քննարկենք, չգիտեմ ինչ, այսինքն այս թեզը մտցվել է քննարկման մեջ։ Հետո երբ որ մենք սուր քննադատեցինք, ինքը մի հատ էլ հարցազրույց տվեց, ասեց դա իմ գաղափարն է եղել, վարչապետինը չի եղել, եւ խիստ նկատողություն է ստացել։ Ամեն դեպքում այդ թեզերը, երբ որ դրվում են շրջանառության մեջ, դրանք կոնկրետ նպատակ ունեն եւ Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ։ Ինչ է սա նշանակում։ Որ ոչ թե ինչ-որ պատերազմական գործողություններով, այլ փափուկ ուժով փորձում են մարդկանց մտքերը, մարդկանց մտածմունքները, պատկերացումները, իրենց անցյալի, իրենց հիշողության, ազգի հիշողության, ազգի անցյալի, ազգի վերածնունդի մասին սկսեն ռևիզիայի ենթարկել։ Դա իրանց սիրած բառն չէ, ռևիզիան։ Սկսում են ռևիզիայի ենթարկել, վերանայել այդ process-ը։ Ինչ է սա նշանակում։ Որ բայց միգուցե մի հատ նայենք, տենանք այս ցեղասպանությունը ոնց է եղել։ Մենք դեռ պետք է հասկանանք։ Ամբողջ աշխարհը գիտական մակարդակում, իրավական, քաղաքական, պատմական հասկացել է եւ գիտականորեն հաստատված է, որ ցեղասպանությունը եղել է։ Ես հիշում եմ Ամերիկայում, երբ որ սովորում էի Լո Սքուլում, իրավաբանական դպրոցում, մեր դեկանը, այսինքն իրավաբանական դպրոցի գլխավոր մարդը, էլի ռեկտոր, ինքը ներկայացրեց մի գիրք, որտեղ ցեղասպանությունների մեջ այդ ցեղասպանությունը նշված էր massacre, այսինքն զանգվածային սպանություններ։ Եվ ես իմ բողոքի ձայնը հնչեցրեցի, հրյա էր պրոֆեսորը։ Ներողություն խնդրեց, ասեց վեճ ունեինք համահեղինակներով, սենց ենք ձևակերպել, հաջորդ թողարկման մեջ գրքի գրելու ենք հայոց ցեղասպանություն։ 2009 թվականի բան եմ ձեզ պատմում, Միացյալ Նահանգներ, Մինեսոտայի համալսարան։ Հիմա մարդիկ 2024 թվականին, 25 թվականին, 26 թվականին ինչ են քննարկում, որ մենք լինենք արտաքին քաղաքականության մեջ այս հարցը պետք է միշտ լինի։ Ծայրահեղությունից ծայրահեղություն կա ուրացությունը ծայրահեղությունը, կա առաջնահերթություն դրոշակի պես բերել առաջին պլան, դա նույնպես ծայրահեղություն է, բայց արտաքին քաղաքական մեր հարցերի մեջ պետք է լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն մեր համար։ Օրինակ ինչ որ եղել է հայոց ցեղասպանության ժամանակ 111 տարի առաջ, ինչի մասին է եղել, որ հայերը չպետք է այստեղ ապրեն, մեր համար խնդիր են, հայերին պետք է կոտորել եւ կոտորում են։ Հետո գալիս է օրինակ Արցախում էթնիկ զտում, էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, մեզ խանգարում են եւ էթնիկ զտում պետք է լինի։ Հետո գալիս է Միջանցքի խոսակցությունը, չէ՞, ինչի մասին է։ Մենք պետք է գանք, բայց դուք այստեղ չպետք է կանգնեք։ Միջանցքի թեման ինչի մասն է։ Մենք պետք է գանք, մեր բեռները տանենք, բերենք, չգիտեմ ինչ անենք, բայց ձեր սահմանապահը այստեղ չպետք է կանգնի։ Երբ որ դու միջազգային գործընկերներին, օրինակ, Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից ներկայացնում ես խնդիրը այս ոճով, պատմական ընթացքը ցույց ես տալիս։ Մարդը քեզ հասկանում է, թե ինչ է կատարվել այն ժամանակ ու ինչ է կատարվում հիմա։ Բայց երբ որ դու կտրում ես այդ ամեն ինչը, աղճատում ես, մի հատ նայենք դրանք ցեղասպանությունը ոնց է եղել, հուշահամալիրը ոնց են կառուցել, բանից հուշահամալիրը կառուցվել է, հա, դա ինչ է եղել, դա եղել է հայ ժողովրդի վերածննդի ժամանակաշրջաններից մեկը։ Վերջին հաշվով ցեղասպանության հարցի բարձրաձայնումը, անկախական շարժումը, նույն ԱՄԿ-ի, հա, անկախական շարժումները նույնպես սկսվել են այս հարցերը հիշելուց, մեր պատմական հիշողության մեջ արձանագրելուց, եւ մեր պատմական հիշողության մեջ այն ոչ թե պահանջատիրության իմաստով եմ սա ասում, այլ մեր իմունիտետի, ազգային իմունիտետի բարձրացման պաշտպանության համար։